Մինչև առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատավարձը ձևավորվում էր միայն մարդաշնչի հաշվարկով, այսինքն կցագրված յուրաքանչյուր քաղաքացու համար պետությունը հատկացնում է X գումար, որը բաժանվում է բուժկենտրոնում աշխատող մասնագետների միջև։ Առողջապահական ռեֆորմից հետո, բացի այդ վճարումները, բժիշկը ստանում է նաև լրավճար, որը ձևավորվում է ապահովագրված անձանց այցերից, խորհրդատվությունից, ամբուլատոր բուժումից և այլն։ Ներկայումս նրանք բացի ուրեմն չապահովագրված քաղաքացիների համար ստացվողելի ըստ մարդաշնչի ֆինանսավորման եւ վարձատրության լրացուցիչ յուրաքանչյուր ապահովագրված անձի ուրեմն այցելության կամ խորհրդատվության տրամադրման դիմաց ստանում են որոշակի գումար, որը զգալի է եւ անհամեմատելի է գրեթե նախկինում իրենց ստացած վարձատրության եւ փոխհատուցման գումարի։ Ստացվում է, ինչքան շատ բուժառու դիմի մասնագետներին, այնքան նրանց աշխատավարձը բարձր կլինի։ Շատ բժիշկներ նախորդ տարվա համեմատ արդեն ստացել են կրկնակի վարձատրություն, որի մեջ մտնում են ինչպես ֆիքսված աշխատավարձը, այնպես էլ ապահովագրական լրավճարները։ Ստացել եմ աշխատավարձ փետրվար ամսվա համար, աշխատավարձից 20%-ով ավել աշխատավարձ, իսկ ապահովագրության տեսակետից ստացել եմ համարյա աշխատավարձին հավասար մի փոքր ավել ահիով լրավճար, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի աշխատավարձ համարյա։ Կան նաև մասնագետներ, որոնց աշխատավարձը բարձրացել է, բայց համեմատաբար ավելի քիչ։ Կարծում եմ շատ ենք ծանրաբեռնված, բայց աշխատավարձը այո աճել է համեմատած նախորդ մինչ ապահովագրությունը։ Կարծում եմ դեռևս սկիզբն է ապահովագրություն առողջապահության, կարծում եմ, որ դեռևս բարեփոխումները կշարունակվեն, կաճի մեր աշխատավարձը։ Ճիշտն ասած, ես մի քիչ հաշվարկների շատ հեռու մարդ եմ։ Կա փոփոխություն աշխատավարձի մեջ, բայց թե ինչ, ոնց, ինչն են հաշվարկել եւ այլն, բայց կա փոփոխություն, կա դրական։ Սպասվելիքը ավելի մեծ էր։ Խարազյանի խոսքով մասնագետները շուտով կվճարվեն նաև սկրինինգների դիմաց։ Ֆինանսավորումը կհաշվարկվի ոչ միայն ծառայության քանակով, այլև որակով։ Այստեղ նույնպես նրանք, եթե այդ գործողությունները իրականացնեն, այստեղ նույնպես նրանք ստանալու են թե արդեն փաստացի կատարված որոշակի գործողությունների ուրեմն քանակի հիման վրա վարձատրություն, այնպես էլ այդ գործողությունների համախմբի, այսինքն որոշակի որակական ցուցանիշների ընդհանուր գնահատման հիման վրա։ Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը համաձայն է, ծանրաբեռնվածությունն աճել է, սակայն համակարգը նոր է եւ բախվում է մեծաքանակ հոսքի։ Ապահովագրության ներդրումից հետո առողջության պահպանման առաջնային օղակում զգալի աճել է այցելությունների ցուցանիշը։ Օրինակ Մալաթիա Սեբաստիա առողջության կենտրոնը նախորդ տարվա հունվար-մարտին սպասարկել է 24194, այս տարի 48135 քաղաքացու։ Արամ Մարանդյան, Սերյան Անտոնյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։